Գևորգ Չաուշ 14 կոտորակ 3 կիսակառույց շենքի բնակիչներն այսօր կեսօրից հավաքված են նախագահական նստավայրի առջև։ Նրանք պահանջում են հանրապետության նախագահից զբաղվել իրենց խնդրով, վերադարձնել շենքի իրենց բնակարանները, որոնց համար ժամանակին մեծ գումարներ են վճարել։ Շենքի շինարարությունը սկսել է Նորաշեն 2007 սպառողական կոոպերատիվը, որի նախագահ Արմեն Թադևոսյանը այժմ կալանավորված է։ Որոշ ժամանակ անց պարզվել է, որ նույն բնակարանը միաժամանակ մի քանի մարդկանց է վաճառվել կամ գոնե խոստացվել։ Կոոպերատիվի այն անդամները, որոնցից շատերը վաճառել են նախկին բնակարանները կամ փոխանակել նորը ձեռք բերելու հույսով, այժմ անտուն են։ Հիմա քանի որ այդ մի բնակարանի վրա 3 հոգի գրանցված են, 3 հոգի, որից մեկը հանդիսանում է սեփականատեր, երկուսը նախնական պայմանագիր, իմը նախնական պայմանագիր է, ես հիմա մտածում եմ, որ գոնե իմ հողամասը չկորի, իդ վերադարձնեմ իմ հողամասը, որը գտնվում է Սիմա Ղուկասյանի մոտ։ Շենքի բաժնային ֆոնդը կազմել է մոտ 400 միլիոն ՀՀ դրամ։ Բնակիչների մեծամասնությունն արդեն վճարել էր ամբողջ բնակարանի արժեքը։ 13 հարկանի անավարտ շենքում բնակիչների խոսքով 99 սեփականաշնորհման վկայականներից միայն 26-ից 27-ն են պատկանում Նորաշեն 2007-ի հետ ժամանակին պայմանագրեր կնքած ու գումարներ վճարած քաղաքացիներին։ Մյուսները նախնական պայմանագրերը կնքել են, գումարները վճարել, բայց մի օր պարզել են, որ այդ բնակելի մակերեսը պատկանում է ուրիշին։ Սեփականության վկայականները գտնվում են այն մարդկանց մոտ, որոնք բնակարանի վկայականները ձեռք են բերել ոչ թե բնակարան գնելու նպատակով, այլ բազմաթիվ փաստեր եւ նաեւ ապացույցներ կա, որ այդ մարդիկ մեր կարծիքով բավարար իհարկե, որ այդ մարդիկ տոկոսով գումարներ են տվել, որի դիմաց գումարներ են տվել կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանին, որի դիմաց սեփականության վկայականներ են ձեռք բերել որպես գումարի վերադարձման երաշխիք։ Ուզում ենք, որ հարցը լուծում շուտ ստանա, մենք դառնանք մեր բնակարանի տերերը։ Առաջին տերերն ենք մենք, առաջի պայմանագիր կնքողները, մենք ենք գումարը ներդրել, մեր գումարով կառուցվել է շենքը։ Ինչ իրավունքով շենքի տերերը, կառուցողները առանց մեր համաձայնության, առանց մեզ հարցնելու, որ մենք բնակարանից հրաժարվում ենք, չենք ուզում հետագայում այդ բնակարանի տեր դառնանք, որ իրենք երկրորդ պայմանագիր են կնքել եւ երրորդ տոկոսով փող են վերցրել, դիմացը սեփականաշնորհման թուղթ են տվել։ Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցված գործահատուկ քննչական ծառայության վարույթում է, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ քննությունը լիարժեք օբյեկտիվ չի ընթանում։ Վկայականները ում ձեռքում է գտնվում, նայել բնակարանի տերը։ Ինչպես կարող է լինի։ Մեր փողերով բնակարանը կառուցվել է, բնակարանի տերը դառել տոկոս չի, մեզանից 30,000 տարել է տոկոսին 10,000 է տվել։ Ինչպես կարող է այսպես բաներ լինել։ Իմ եղբայրներից մեկը վճարել է 10.5 միլիոն դրամ, երկուսը 60 քառակուսու համար, մյուսը վճարել է 8.5 միլիոն դրամ մեկ սենյականոց բնակարանի համար։ Շենքի բնակարանների մեծ մասի սեփականության վկայականներն այժմ Էսկո կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյանին են պատկանում։ Էսկո կոնցեռնի նախագահը մինչ այդ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրավիճակը ստեղծվել է այժմ կալանքի տակ գտնվող կոոպերատիվի նախագահի պատճառով, իսկ ինքը պարզապես ժամանակին ձեռք է բերել բնակարանները եւ ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Մի քանի ժամ առաջ Չաուշի կիսակառույցի բնակիչներին ընդունել է նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով հանդիպմանը մասնակից բնակիչներից Արմեն Մկրտչյանի խոսքով խոստացել է աջակցել բնակիչներին եւ հետեւել գործի օբյեկտիվ ընթացքին։ Նախագահական նստավայրի առաջ այսօր միանգամից 2 խումբ ցուցարարներ էին հավաքվել, երկուսն էլ բնակարանային խնդիրներով։ Այս կանայք էլ բողոքում են, որ Էջմիածին քաղաքում գտնվող իրենց հատկացված հանրակացարանի վերանորոգումը արդեն 1 տարի է չի ավարտվում։ Իրենք էլ այդ ամբողջ ընթացքում ստիպված են տան վարձ մուծել։